Անդրադառնանք ներկայացության շենքին։ Երևի 6-րդ անգամ է, որ դատարանը մերժում է 3-րդ անձ ներգրավելու դիմումը։ Կրկնում եմ, 6-րդ անգամ է, որ դատարանը մերժում է 3-րդ անձ ներգրավելու մեր դիմումը։ Բոլորիդ համար արդեն հայտնի է, որ գործը քննվում է, խոսքը վերաբերում է գլխավոր դատախազության կողմից Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ներկայացված Արցախի ներկայացության սեփականության իրավունքի պետական գրանցումը անվավեր համարելու վերաբերյալ վարչական գործի։ Գործը քննվում է դատարանի վարչական դատարանի նորանշանակ նախագահ Կարեն Զարիկյանի կողմից։ Մենք ունենք սեփականության իրավունքի պետական գրանցում։ Սեփականության իրավունքի պետական գրանցման հիման վրա Արցախի Հանրապետության կառավարությանը տրվել է սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական։ Մենք ունենք այդ վկայական եւ այդ վկայականը ես բազմիցս հրապարակել եմ իմ Facebook-յան էջերում։ Եվ այդ վկայականում հստակ արտացոլված է, որ գրանցված իրավունքի սուբյեկտ է համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը։ Այսինքն որպես սեփականատեր նշված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը։ Սեփականության իրավունքի վկայական կարծում եմ բոլորը ունեք, դա ձեր իրավահաստատող փաստաթուղթն է։ Եվ այդտեղ նշված է օրինակ ձեր անուն ազգանունը եւ դուք հանդիսանում եք այդ սեփականության իրավունքի վկայականի եւ պետական գրանցման ուժով այդ անշարժ գույքի սեփականատեր։ Եվ այս պայծառությամբ այս շենքը, որտեղ մենք գտնվում ենք, սա հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականությունը։ Ընդ որում այս սեփականությունը գրանցվել է Հայաստանի Հանրապետությունը, ոչ թե Արցախի Հանրապետությունը։ Այսինքն Հայաստանի Հանրապետության լիազոր եւ իրավասու մարմինը կատարել է սեփականության իրավունքի պետական գրանցում ներկայացության շենքի նկատմամբ։ Դատախազությունը այս հանգամանքը վիճարկում է։ Դիմել է դատարան, դա իր իրավունքն է, պետության շահերի պաշտպանության իր սահմանադրական լիազորությունն է իրականացնում եւ դիմել է դատարան, պայման ինչ որքանով է իրավաչափ դա տնեք մի կողմ։ Ունի այդպիսի լիազորություն, թե ոչ, այո ունի։ Դիմել է դատարան վիճարկելով սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Եվ այս պարագայում վարչական դատարանին այլընտրանք չունի եւ վարչական դատարանը պարտավոր է այդ վարչական գործի մասնակից դարձնել գրանցված սեփականատիրոջը, որպիսին հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը։ Ընդ որում, այստեղ մեր միջնորդությունը ներկայացնելու անհրաժեշտությունն անգամ բացակայում է։ Դատարանը հայցադիմը վարույթ ընդունելու փուլում այս հարցին պետք է անդրադառնար եւ գրանցված իրավատիրոջը, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը ներգրավել որպես երրորդ անձ։ Նկատելով, որ դատարանը այս գործողությունը չի ձեռնարկում, ես արդեն միջնորդություն եմ հասցեագրել դատարանին։ Մեկ անգամ կառավարության անունից, մյուս անգամ կառավարության իդեմս Արցախի Հանրապետության անունից, երրորդ անգամ Արցախի Հանրապետության անունից, տարբեր լիազորագրեր դատարանի ներկայացնելով եւ այդ կապակցության դատարանի մերժումները վերաքննիչական բողոքարկելով։ Ինչ է ստացվում, ինչ է արձանագրում դատավոր Զարիկյանը։ Դատարանն արձանագրում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 29-ի ներկայացված միջնորդությունով որպես երրորդ անձ ներգրավելու ենթակա սուբյեկտ նշված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը։ Մինչդեռ միջնորդությունը չի բովանդակում օրենսգրքի 19-րդ հոդվածի առաջին մասում թվարկված սուբյեկտներից որևէ մեկի հետ նույնականացվող տվյալներ։ Միջնորդությունը ընդհանրապես չի պարունակում դիմողին սուբյեկտին նույնականացնող որևէ տվյալ։ Ինչ է ասում վարչական դատարան, դատարանն ասում է, ես այդպիսի սուբյեկտ չեմ ճանաչում։ Այդպիսի սուբյեկտ գոյություն չունի։ Լավ, մենք դատարանին գրել ենք, ասում ենք, ով է գրանցված իրավատերը, սեփականության վկայականով, ով որ հանդիսանում է սեփականության իրավունքի գրանցման իրավատեր, հասցեատեր, նրան էլ ներգրավեք որպես երրորդ անձ։ Բայց դատարանը տեսնելով, որ այդտեղ նշված է ԼՂ կառավարության անունը, ոչ Արցախի Հանրապետության է սուբյեկտ համարում, ոչ էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը։ Հիմա ինչ հետևանքներ է դա մեր մոտ առաջացնում։ Մենք զրկում ենք մեր լսված լինելու իրավունքից։ Մենք զրկում ենք վարչական դատավարությանը մասնակցելու մեր իրավունքից։ Պետությունը զրկում է վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով իր դիրքորոշումը արտահայտելու իրավունքից։ Իհարկե, այսա քիչ հետո կանդրադառնամ նաև դրան։ Ըստ այդմ մենք զրկված ենք մեր դիրքորոշումը ներկայացնելուց։ Հիմա եթե օրինակ դատախազությունը ներկայացրել է հայց, դատարանը պետք է ապահովի այդ հավասարությունն ու մրցակցությունը եւ այս պարագայում դատարանը պետք է լսի նաև մեզ։ Մենք չենք կարողանում մեր դիրքորոշումը ներկայացնել։ Չենք կարող անգամ որևէ փաստաթուղթ ներկայացնել։ Սկզբում դիրքորոշումները էին տարածում իբր այդ շենք հանդիսանում է գրավի առարկա, դրա հիմքով է դատարանը դիմել, հետո չգիտեմ ինչեր էին տարածում, բայց ես լուսաբանեցի եւ բոլոր տեսակ անգամ կադաստրի պատասխանը, որ այդ շենքը չի հանդիսանում գրավի առարկա։ Եվ այս պահի դրությամբ մենք չունենք մեր դիրքորոշումը արտահայտելու հնարավորություն եւ չունենք անգամ որևէ փաստաթուղթ դատարանի ներկայացնելու հնարավորություն։ Հիմա շարունակությունը, ինչու են այսպես անում։ Որովհետև եթե դատավոր Զարիկյանը կայացրեց հայցը բավարարելու վերաբերյալ վճիռ, ես էլ որևիցե ձև դա չեմ կարողանալու բողոքարկել։
Ընդհանրապես որևիցե ձև չեմ, ես զրկվելու եմ վերաքննիչ դատարան դիմելու հնարավորությունից, իսկ վերաքննիչի ենթադրյալ որոշումներ վճռաբեկ դատարան բողոքարկելու իմ իրավունքից։ Այսինքն, ինչը Զարիկյանը որոշեց, դա էլ մնալու է այդպես, որովհետև ինքը ինձ սուբյեկտ չի ներգրավում։ Ինձ ասելով նկատի ունեմ Արցախյան Հանրապետությանը։ Կամ էլ գրանցված իրավատիրոջը, ամփոփ ասած, քննվում է անձին սեփականազրկելու վերաբերյալ հարց, առանց այդ անձին մասնակից դարձնելու։ Այդ նույն տրամաբանությամբ կարող են բոլորս սեփականազրկվել։ Հիմա դատարանն այդպես է գտնում, ասում է դուք սուբյեկտ չեք։ Ես երրորդ անձ չեմ, զրկվում եմ բողոքարկել։ Հայ իհարկե մենք բողոքարկելու ենք հենց այդ մասով, բայց այնուամենայնիվ մենք զրկում ենք մեր դիրքորոշումները ներկայացնելու հնարավորությունից եւ հնարավոր դատական ակտը բողոքարկելու հնարավորությունից։ Եվ մայիսի 22-ին կայացվելու է սրա վերաբերյալ վերջնական դատական ակտը։ Ընդ որում հենց այս հայցադիմը վարույթ ընդունելու փուլում մենք արձանագրել ենք տարբեր խնդիրներ, մենք նշել ենք, որ դատախազության հայցը ակնհայտ անհիմն է, դուք չեք պատկերացնում, անգամ ես մի քանի անգամ իմ ելույթներում եւ անգամ Facebook-յան գրառումներում հիմնավորել եմ ինչու է դատախազությունը գիտեք ինչ է ասում։ Ասում է այն ժամանակ, երբ որ Ռոբերտ Քոչարյանի կողմից կայացվել է այս շենքը Արցախի Հանրապետությանը օտարելու կամ անհատույց օտարելու վերաբերյալ կառավարության որոշում, այդ կառավարության որոշման հիման վրա կատարվել է սեփականության գրանցում, նվիրատվության պայմանագիր չի կնքվել։ Դատախազությունը անգամ մեջբերում է այնպիսի իրավական ակտեր, որոնք իրավահարաբերության պահին գոյություն չեն ունեցել, որովհետեւ այդ որոշումը կայացնելու պահին գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքը անգամ ուժի մեջ չէր մտել Քոչարյանի որոշումը կայացնելու պահին։ Այդ ժամանակ անգամ այդ օրենքը չի եղել, բայց դատախազությունը հողում է կատարում այդ օրենքին։ Ասում է նվիրատվության պայմանագիր, քանի որ չկա, ուստի այս շենքը չի կարող համարվել օրինական։ Չգիտեմ, հանրության մոտ տարածված այնպիսի մի տեղեկություն իբրև անօրինական ճանապարհով է շենքը ձեռք բերվել եւ այլն, բայց այդ ընդհանրապես դատախազության դիրքորոշում։ Ասում է, երբ որ կառավարությունը կայացրել է որոշում, նվիրատվության պայմանագիր չի կնքվել։ Այն դեպքում, երբ որ իրավահարաբերության պահին գործող քաղաքացիական օրենսգրքով պետական իրավասու մարմինների կողմից կայացված ակտերը, թվում նաև ենթաօրենսդրական ակտերն ու կառավարության որոշումները հիմք են սեփականության իրավունքի պետական գրանցման համար։ Այսինքն կադաստրը կատարել է գրանցում։ Ես անգամ չեմ խոսում այդ ժամկետը բաց թողելուց, այդ ակտը վիճարկելու ժամկետը բաց։ Ակտը վիճարկելու ժամկետը ընդամենը 1 ամիս է։ Բայց տեսեք, քանի տարի անց վիճարկում են սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Հիմա այս դիրքորոշումները ես դատարանի ներկայացնելու հնարավորությունից զրկում եմ, եւ դատարանը այնպես չի, որ չի հասկանում այս դիրքորոշումները, այնուամենայնիվ դատարանը ազատում է վճռով իմ դիրքորոշմանը գնահատական տալու իր պարտականությունից։ Այ եթե ես այս դիրքորոշումը գրեի դատարանին, ես մեծ հաճույքով կտեսնեի, թե դատարանը իմ դիրքորոշմանը ինչ գնահատական է տալիս։ Բայց այս պահին, քանի որ մենք երրորդ անձ չենք եւ մենք մեր դիրքորոշումը չենք կարողանում ներկայացնել, դատարանը նաեւ պարտականություն չի կրելու այս հարցերին պատասխանել։